2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների շեմին գնալով ավելի են ակտիվանում տարատեսակ խոսույթները հանրության շրջանում ու մեդիա դաշտում։ Դրանց հիմնական նպատակը հնարավորինս արժեզրկել այս կամ այն քաղաքական ուժին ու վերջինիս առաջնորդին։ 2021-ից ի վեր մեր ընտրական օրենսգիրքը էական փոփոխությունների է ենթարկվել։ Միտված ընտրական իրավունքների լիարժեք իրացմանն ու ընտրական գործընթացները ապօրինի ազդեցություններից հնարավորինս կանխարգելելուն։ Դրանք դեռ 2025-ից էին ակտիվացել, երբ պարբերաբար սոցիալական մեդիա տիրույթ էին նետվում այնպիսի խոսույթներ, որոնք աստիճանաբար գերիշխող էին դառնում հանրային ընկալումներում, բաժանարար գծեր ստեղծելով հասարակության մեջ, ասում է Արբակ Սարգսյանը, ով վաղուց է հետևում ընտրական գործընթացներին Հայաստանում։ Ասում է, անգամ փաստերով իրականությունը ներկայացնելիս մարդիկ դժվար են հրաժարվում իրենց ընկալումներից։ Եթե մենք չընտրվենք, կլինի չգիտեմ, կկորցնենք մեր անկախությունը, կամ եթե մենք չընտրվենք, կլինի պատերազմ, կամ եթե մենք ընտրվենք, չի լինի պատերազմ, հա, այս ընկալումներն է իրականում, եւ նաեւ այդ ազգային արժեքների պահպանման հետ կապված կան դրսից ակնհայտ կեղծ նարատիվներ, որոնք որ շրջանառվում են թե հայաստանյան լրատվամիջոցներում, թե նաեւ ռուսաստանյան լրատվամիջոցներում, բնականաբար հայաստանյան լրատվամիջոցները էլի կառավարվում են եւ տանում են ռուսաստանյան հեռուստաընկերությունների այդ թեզերը կամ շարունակում են նրանց թեզերը։ Օրինակներ են Հայաստան ԵՄ այդ հարաբերությունների ընկալման մեջ, չգիտեմ, հա, սեռական փոքրամասնություններով պայմանավորված եվրոպական արժեքների հետ վատ ընկալումների հետ կապված այդպիսի թեզերը բնականաբար մղվել են դաշտ ու փորձում են խաղալ մարդկանց հույզերի հետ։ Արբակ Սարգսյանի խոսքով հարկավոր է մարդկանց բացատրել, որ նման խոսույթների ազդեցության տակ ընտրություն անելը ճիշտ չէ։ Վանաձորում վերջին շրջանում տարածում գտած նարատիվներից մեկն է մատնանշում։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց հավանությունը տալիս են ավելի փոքր եւ ավելի քիչ ռեսուրս ունեցող, բայց ավելի լավ ծրագիր կամ ավելի լավ քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերին, բայց կեղծ նարատիվների ազդեցության տակ իրենց ձայնը, այսպես ասած, չփոշիացնելու եւ չկորցնելու նպատակով ընտրում են իրենց ընկալմամբ ամենաշատ ձայներ հավաքող, հա, քաղաքական ուժը։ Որքան մոտենում են ընտրությունները, այնքան հանրության շրջանում լսվող նարատիվները գնալով ավելի են հատում երևակայության սահմանները։ Եթե սրան էլ ավելացնենք տեխնոլոգիական հնարքների, հատկապես արհեստական բանականության կիրառումը, պարզ կդառնա, որքան վտանգավոր ազդեցություն կարող են դրանք ունենալ հանրության վրա ընդհանրապես եւ ապագա ընտրության հարցում մասնավորապես։ Վարդինե Գրիգորյանը տարիներ շարունակ ընտրական գործընթացներ է մշտադիտարկում։ Նա նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը մշակողներից է։ Քաղաքացու հետ զրույցում ասում է, որ հիբրիդային հարձակումները պետք է ամբողջ շղթայի մեջ դիտարկել, ապա տեղեկատվությունից մինչև տարբեր միջոցների գործարկում, որոնք կօգնեն անվստահություն սերմանել ընտրությունների ու ընտրական գործընթացների նկատմամբ կամ մարդկանց հետ պահել ընտրությունների գնալուց, որովհետև մասնակցես, չմասնակցես, ամեն ինչ որոշված է կամ մեկ է, կեղծվելու է։ Ամենատահաճը, որ մենք լսում ենք, դա սպառնալիքը կամ մտքերն են, որ մենք ըստ էության ընտրություն ենք կատարում թուրքացման կամ ռուսացման մեջ, որովհետև այն դեպքերում, երբ որ ներկայացում է թուրքացում, դա հիմնականում վերաբերում է Եվրոպական միության հետ ասոցիացումը կամ տարբեր տեսակի մերձեցումը, այսինքն ինչը միանգամից նաև ընկալվում է իհարկե հեռացում Ռուսաստան դաշնությունից։ Ինձ համար շատ դժվար ու բարդ է մարդկանց ասել, որ իրականում այդ վտանգը, որի մասին դուք մտածում եք, չկա։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, սեփական լեզվով, սեփական մշակույթով, սեփական տառատեսակով գոյություն ունեցող պետությունը չի կարող հանկարծ դառնալ այլ ինքնություն ունեցող այլ պետություն կամ բան, այսինքն դրանք այնպիսի խոսակցություններ են, որոնք ուղղակի հնարավոր չեն։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական շարժման անդամ Վարդուհի Անանյանը քաղաքացու ձայնի հետ կիսվում է այն մոլորեցնող ու կեղծ խոսույթներով, որ հավաքագրել է Վանաձոր եւ Փամբակ համայնքներում հանդիպումների ժամանակ։ Խաղաղության կուսակցություն, պատերազմի կուսակցություն նախկիններ ներկաներ արցախցիների եւ ադրբեջանցիների վերաբնակեցում, դրանք հիմնականում այն խոսույթներն են, որոնք պատտվում են Վանաձոր եւ Փամբակ խոշորացված համայնքի բնակիչների մոտ։ Քննարկումների ընթացքում փորձել ենք խրախուսել քննադատական մտածելակերպը, մարդկանց ուղղորդել, որ
ցանկացած տեղեկատվություն առաջին հերթին վերլուծեն, տարբեր շրջանակներով, տարբեր ֆիլտրերով անցկացնեն, նոր միայն փորձեն հավատալ եւ դիրքորոշում կազմել տեղեկատվության իսկության մասին։ Ամենօրյա ռեժիմով հայկական մեդիա դաշտ նետվող նարատիվներից հատկապես ակտիվ են Սյունիքի վերաբերյալ մոլորեցնող լուրերը, թե օրինակ Սյունիքի սահմանամերձ Գոտու Շինուհայր գյուղի դպրոցը Իրանի անձնագրով ադրբեջանցիներն են կառուցում, կամ մեկ այլ կեղծ նարատիվ այն մասին, թե իբր Սյունիքի Սալքար թաղամասը կառուցվել է Ադրբեջանի միջոցներով վերջիններիս համար։ Իշխող ուժից հերքել էին այս լուրը, մտահոգիչ համարելով նման հայտարարությունների տարածումը։ Իսկ լուրը տարածել էր Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածուն, ով նախկինում համայնքային պաշտոնյա էր։ Միասնության թևեր դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Եղիազարյանը, ով 2019-21 թվականներին ազգային ժողովի պատգամավոր էր Լուսավոր Հայաստանից, Իրանի քաղաքացի ադրբեջանցի շինարարների մասին լուրին անդրադարձավ ազգային ապազգային ենթատեքստում։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր. մեջբերում. Այս իշխանության օրոք դպրոցներն արդեն սկսել են կառուցել ադրբեջանցիները։ Այսօր մամուլից տեղեկացա, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Գոտու Շինուհայր գյուղում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ Իրանի անձնագրերով, որոնք աշխատել են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։ Պատկերացնում եք, թե ինչ կարգի է Փաշինյանը ինտեգրում ադրբեջանցիներին Հայաստանում։ Սա դեռ սկիզբն է 300,000 ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու ծրագրում։ Նույն շարքից էր նաև Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ տեսաուղերձը։ Ակնհայտ է, որ նման կեղծ խոսույթներն ու ապատեղեկատվությունը հանրության հույզերի վրա ազդելու, դրանք ցանկալի կերպով կառավարելի դարձնելու միտում ունեն, որը շատ հաճախ կուլ է տալիս կեղծ ու մոլորեցնող լուրերի խայծը, չփորձելով վերլուծել ովքեր եւ ինչու են դրանք տարածում։ Մարդիկ շատ հաճախ չգիտեն ինչ աղբյուրների հետևել, ստանալու ստույգ ու հավասարակշռված տեղեկատվություն։ Ընտրություններին ընդառաջ գնալով մեծանում է հիբրիդային սպառնալիքների, կեղծ ու մանիպուլյատիվ նարատիվների տարածման վտանգը։ Հոգեբանական գիտությունների թեկնածու հոգեբան Դավիթ Ամիրյանի բնորոշմամբ մեր հանրությունը տևական ժամանակ կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի հորձանուտում է, ինչը չի կարող բացասաբար չազդել նրա հույզերի ու հոգեվիճակի վրա։ Մարդկանց շրջանում ձևավորվում են անվստահություն ու կասկածներ, անհատների, ինստիտուտների, լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի նկատմամբ։ Ստրեսի մեջ գտնվող քաղաքացին նման հոգեվիճակով չի կարող առաջնորդվել գաղափարներով ու ծրագրերով ու ճիշտ ընտրություն կատարել։ Մեզ մոտ առաջանում է շփոթմունք, մեզ մոտ առաջանում է տագնապայնություն, ուրեմն անհանգստությունն է մեզ մոտ բարձրանում, հա, մեր ուրեմն ինքը այդ տեղեկատվությունը, այդ կեղծ մանիպուլատիվ սուտ, ինքը ստրես է առաջացնում մեզ մոտ, մենք հայտնվում ենք, ուրեմն ունենում ենք անապահովության զգացում եւ այս ամբողջը իր ազդեցությունը թողում է մեր վարքի վրա։ Այն իրավիճակը կամ միջավայրը կամ մթնոլորտը, որը որ մենք ունենք կեղծ լուրերի եւ մանիպուլատիվ լուրերի հետ կապված, ես կարծում եմ, որ թողնում է միանշանակ բացասական ազդեցություն մեր քաղաքացիների ընտրության ժամանակ։ Տևական ժամանակ է Հայաստանի դեմ համակարգված ապատեղեկատվական արշավ է ընթանում։ Հարձակումների հիմնական աղբյուրները Ռուսաստանի Դաշնությունից են, որտեղից ուղղորդված ապատեղեկատվական հոսքեր են գալիս։ Գործի դրված ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող Մատրյոշկա անունով բոտային հաշիվները օրեցօր ակտիվանում են սոցիալական մեդիայում, տարածելով կեղծ լուրեր ու մանիպուլյացիաներ, հատկապես իշխող ուժի դեմ։ Մինչ ապատեղեկատվության սարդոստայնում խճճվելն ու ամեն լսած լուր հալածյուղի տեղ ընդունելը, փորձեք հասկանալ ու վերլուծել, որքանով են դրանք իրական, ում կողմից են տարածվում եւ ինչ նպատակով։ Քաղաքացու ձայնը Վանաձոր եւ Փամբակ համայնքներից։